Ելույթի համար խոսքը տրվում է ուժեղ Հայաստան դաշինքի հետ համագործակցող Հայաքվե նախաձեռնության անդամ Ցոլակ Ակոբյանին։ Բարև ձեզ, սիրելի շենգավիցիներ։ Ինչքան լավն եք դուք, ինչքան լավն եք, նայում եմ բոլորիդ ուղղակի հպարտանում եմ, որ մեր համայնք այսօր այստեղ է, կանգնած է ուժեղ Հայաստանի կողքին։ Սիրելի շենգավիցիներ, ես հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ, հպարտ եմ, որ ծնվել եմ այս համայնքում, ապրել եմ այս համայնքում, դպրոց եմ գնացել այս համայնքում, մաշտոցյան այբուբենը սովորել եմ այս համայնքում, եւ այստեղ եմ սիրել հայրենիքը, սովորել սիրել հայրենիքը եւ հասկացել, որ հանուն հայրենիքի պետք չի ոչ ինչ խնայել։ Շենգավիթը պարզապես վարչական շրջան չէ, Շենգավիթը պարտություն է, Շենգավիթը հնագույն քաղաքակրթության օրան է, որտեղ հազարավոր տարիներ առաջ մարդը կառուցել է, ստեղծել է, արարել է։ Սա այն վայրն է, որտեղ ծնվել է հայ մարդու աշխատասիրությունը, իմաստունությունը, համառությունը։ Շենգավիթը երբեք չի ծնկել։ Այս համայնքը միշտ եղել է աշխատող մարդկանց համար, մարդկանց, ովքեր իրենց ձեռքով հաց են վաստակում, ովքեր գիտեն ինչ է քրտինքը, ինչ է պայքարը, ինչ է արժանապատվությունը։ Այսօր մենք կանգնել ենք ընտրության առաջ, ոչ այդքան քաղաքական, որքան արժանապատվության ընտրության առաջ։ Մենք իրավունք չունենք մոռանալու, ինչ եկավ մեր երկրի գլխին այս վերջին տարիներին, ինչ կորցրեցինք, ինչ ցավ ունեցանք, ինչպես փորձեցին մեզ համոզել, թե պարտությունը նորմալ է։ Այդ Շենգավիթը պարտությանը չի հաշտվում։ Շենգավիթում ապրող մարդը գիտի, եթե ընկավ, Շենգավիթում ապրող մարդը գիտի, եթե ընկավ, պիտի վեր կենա, եթե պարտվեց, պիտի կրկնապատված ուժով առաջ գնա։ Այսօր մեզ ուզում են կրկին խաբել, կրկին խոստումներ տալ, բայց մենք արդեն տեսել ենք, խոսքերով երկիր չեն կառուցում։ Երկիր կառուցում են այն մարդիկ, որոնք ունեն թասիբ։ Ես վստահ եմ, Շենգավիթում կա այդ թասիբը։ Այստեղ ապրում են մարդիկ, ովքեր չեն ընտրի պարտությունը, չեն ընտրի նվաստացումը, չեն ընտրի իշխանությանը, որը մեզ տարավ կորուստերի և ցավի միջով։ Սա քաղաքական ընտրություն չէ միայն, սա արժանապատվության և թասիբի հարց է։ Ուժեղ Հայաստանը չի կառուցվելու խոսքերով, այն կառուցվելու է ձեր նման մարդկանց աշխատող, ուժով, չհանասանվող մարդկանցով։ Շենգավիթը մեծ պոտենցիալ ունի տուրիստի ոլորտում։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը պատրաստ է ներդնել ուշադրություն 1 միլիոն ԱՄՆ դոլար զբոսաշրջության զարգացման համար։ Այսօր ես ձեզ չեմ խնդրում պարզապես ցայն տալ։ Ես ձեզ կոչ եմ անում կանգնել մեր պատմության, մեր երեխաների, մեր արժանապատվության կողքին։ Շենգավիթը պետք է ասի իր խոսքը, ու այդ խոսքը պետք է լինի հստակ։ Մենք չենք ընտրում պարտությունը, մենք չենք ընտրում թուլությունը, մենք ընտրում ենք ուժեղ Հայաստան։ Դրա համար հունիսի 7-ին Շենգավիթին վերցնելու է անձը հաստատող փաստաթուղթը, գնալու է ընտրատեղամաս